Այսօր նարցիս բառը դառելապիտակ, որը կպցնում են բոլորին։ Սկսած էգոիստ նախկիններից մինչև ինքնավստահ մարդիկ, բայց ամեն ինչ շատ ավելի խորն է ու ցավոտ, քան թվում է առաջին հայացքից։ Ինչ է իրականում նարցիսիզմը։ Նարցիսիզմը սպեկտր է։ Մենք բոլորս էլ ունենք առողջ նարցիսիզմի չափաբաժին։ Դա այն է, ինչ օգնում է մեզ հասնել հաջողության եւ հարգել ինքներս մեզ։ Հարց. ինչի են նարցիսներին թիրախավորում։ Օրինակ, նարցիսների մոտ կա էմպաթիայի պակաս։ Սա մարդիկ ընկալում են որպես չարություն, բայց դա ավելի շատ հուզական կուրություն է, գերազանցության պահանջը։ Նրանց անդադար պետք է լինել լավագույնը, ինչը հոգնածնում է շրջապատին։ Դե բնականաբար մարդիկ, ովքեր որ ցածր ինքնագնահատական ունեն, ցածր կարծիք ունեն սեփական անձի մասին, տեսնելով մեկին, ով բարձր կարծիք ունի իր մասին, միանգամից հարց է առաջանում. Այդ ո՞նց, սա ով է, որ ինձանից առավել է իրան դասում։ Խնդիրը ավելի շատ հենց այս տեսակ մարդիկ են, քան նարցիսները։ Ընթացքում կբացատրեմ, թե ինչի։ Քանի որ մեդալը ունի երկու կողմ, հիմա կդիտենք երկրորդ մութ մնացած հատվածը, որը ոչ մի մասնագետ այդպես էլ չբլուսաբանեց։ Երևի դա էլ ես պիտի անեմ։ Հեշտ է ատել նարցիսին, բայց դժվար է հասկանալ նրա ներքին դժոխքը։ Մի քանի փաստ նարցիսների մասին, որոնք կստիպեն ձեզ այլ կերպ նայել նրանց։ Նարցիսիզմը դա ընտրություն չի, դա տրավմա է։ Սովորաբար սա ձևավորվում է վաղ մանկության տարիներին։ Սա կամ ծայրահեղ անտեսման, կամ էլ պայմանական սիրո արդյունք է։ Երբ օրինակ երեխային սիրել են միայն հաջողությունների համար, որի հետևանքով նրանց եսը չի զարգացել, այլ փոխարինվել է մի փայլուն դիմակով։ Նարցիսները ունեն ներքին դատարկություն։ Այն ամենը, ինչ դու տեսնում ես դրսից, հա, այն ինչը որ ցույց է տալիս նարցիսը, այդ ինքնագովազդը, մեծամտությունը, դա ընդամենը վահան է։ Ներսում սարսափելի ինքնատելություն է եւ վախ, որ եթե դիմակը պատռվի, իրենք ոչինչ են։ Պատկերացրու մի կյանք, որտեղ դու չես զգում քեզ բավարարված։ Դու միշտ պետք է ապացուցես քո արժեքը։ Այստեղ իհարկե կա նաև հասարակության մեղքը։ Մենք ապրում ենք ինստագրամային դարաշրջանում, որտեղ նարցիսիստական վարքագիծը խրախուսվում է։ Մենք պահանջում ենք լինել լավագույնը, ու հետո զարմանում, թե ինչի են մարդիկ դառնում այդպիսին։ Այդ պիտակավորումները տարբեր մասնագետների կողմից, հոգեբանական բլոգներում, այդ ատելությունը, այդ բացասական վերաբերմունքը հասնում է աբսուրդի։ Նարցիսներին ներկայացնում են որպես ինչ-որ անհոգի մանիպուլյատորների, որոնք արթնանում են միայն մեկ նպատակով, թե ում կյանքն այսօր քանդեն։ Իմիջիայլոց կյանք քանդելու փորձ ոչ նարցիսները ավելի շատ ունեն։ Դա շատ տոքսիկ մոտեցում է հենց մասնագետների կողմից։ Ինչի համար է սա վտանգավոր։ Այս վարվելակերպով մարդուն զրկում են դեմքից։ Երբ մարդուն պիտակում ես որպես նարցիս, դու դադարում ես տեսնել նրա ցավը, նրա անցյալը ու նրա անհատականությունը։ Նա դառնում է ախտորոշում, ոչ թե մարդ։ Իսկ մարդուն բուժել կամ օգնել հնարավոր է միայն այն ժամանակ, երբ տեսնում ես նրա մարդկային կողմը։ Այ օրինակ շատերը, ովքեր ունենում են զուգընկեր, հետո բաժանվում են, իրենք իրենց արդարացնելու համար ասում են հետևյալը. իմ կյանքը չստացվեց, որովհետև նարցիսի հանդիպեցի։ Սա ազատում է պատասխանատվությունից, բայց իրականում հարաբերությունները երկկողմանի են, ու մարդկանց բաժանելը հրեշների ու զոհերի ոչ մի լավ տեղ չի տանում։ Երբ մենք նարցիսին համարում ենք անհույս չարիք, մենք նրան զրկում ենք փոխվելու շանսից։ Որ մարդը կցանկանա գնալ թերապիայի կամ աշխատել իր վրա, եթե գիտի, որ մասնագետն իր մեջ տեսնելու է հանցագործի։ Նարցիսը հանցագործ չի, նա վիրավոր է։ Այն ինչ տեսնում ենք որպես անբարտավանություն, իրականում ինքնապաշտպանություն է։ Դա նույնն է, ինչ մարդը զրահ հագնի, որովհետև վախենում է, որ իրան կհարվածեն։ Ու որքան ավելի շատ են նրանց թիրախավորում, այնքան ավելի է պնդանում այդ զրահը։ Դա հոգեկան տառապանք է։ Նարցիսիստական կառուցվածքով մարդը չի կարողանում զգալ այն պարզ, ջերմ երջանկությունը, որը զգում են ուրիշները։ Նա միշտ գովասանքի, հաղթանակի կարիք ունի։ Սա կախվածություն է, ու ինչպես բոլոր կախվածությունները, սա եւս տանջալից է։ Նրանք նույնպես սիրո կարիք ունեն։ Ուղղակի նրանց սովորացրել են, որ սերը դա ուշադրությունն է կամ էլ հիացմունքը։ Նրանք չեն ընտրել այդ ճանապարհը։ Նրանք այդպես են սովորել ողջ մնալ իրենց ընտանիքներում։ Երբ մենք դադարում ենք նարցիսին տեսնել որպես մարդկության թշնամի, մենք նախ եւ առաջ մեզ ենք օգնում։ Ատելությունը կերակրում է նույն նարցիսիստական էներգիան, իսկ հասկանալը տալիս է հանգստություն, բայց ոչ ամեն ինչ ներելը։ Պետք է հիշել, որ աշխարհը սև ու սպիտակ չի։ Նարցիսներն էլ են ստեղծագործում, կառուցում, սիրում, իհարկե իրենց ձևով ու տառապում։ Մարդուն իր տեսակի համար վանելը երբեք հարցի լուծում չի եղել։ Այսպես ասեմ, եթե հոգեբանը նարցիսին նայում է որպես դատավոր, ուրեմն նա սխալ մասնագիտություն է ընտրել։